Երբեմնի Չայլու գյուղն առանձնանում էր բազմաբնակչությամբ, զարգացվածությամբ ու ավանդույթներով։ Չայլուի բնակիչների մի մասը բնակավայր եկավ Խոյ գավառից, ռուս-պարսկական պատերազմի հետևանքով։ Վերաբնակություն հաստատեցին Գետ կոչվող տեղանքում, որն էլ տարիների ընթացքում անվանվեց Չայլու։ 92-ի հունիսի 16-ը շրջադարձային եղավ հարուստ կենսագրություն ու բարեկեցիկ կյանք ունեցող չայլուեցիների համար։ Դարձան աշխարհասփյուր, հետո արդեն արյան կանչով բռնցքվեցին հայրենիքի այս կողտրիկ անկյունում։ Նոր Այգեստանը նոր եռանդով են շենացնում։ Կամաց տարի տարբերություն զգացում է, թե աճը, թե ժողովրդի զարգացումը, թե բարելավումը խոսքով ժողովրդի ապրելակերպը։ Մինչ այդ, եթե միայն հողագործությամբ էին զբաղվում, ապա նոր բնակլիմայական պայմանները ստիպեցին բնակիչներին, որպեսզի անասնապահությունը զարգացնեն։ Աշխատասիրությամբ միշտ աչքի ընկնող այգեստանցիները հաջողակ դարձան նաև այս բնակավարում։ Համայնքի ղեկավարը հպարտությամբ է ասում, այգեստանցին այսօր իր բերքը հաջողությամբ շուկա է հանում։ Վերջապես մունք մեր գյուղում, մեր գյուղի բերքը կրացալանք յոր ունենք։ Եվ լրիվն էլ տհենցին։ Դա ես վերասում իմ մասին չեմ մենակ ասում, իմ խոխիս մասին չեմ ասում, մեր գյուղի ժողովուրդը, երիտասարդները լրիվ ոգևորությամբ, այդ նույն դուխով ասած, այդ նույն ձևի ստեղծում են։ Արցախի նախագահի վերջին այցը շատ ոգևորեց այգեստանցիներին։ Քիչ համարաղա ճանապարհի բարեկարգման աշխատանքներն են մեկնարկել, ռոռոկման ջրատարի վերանորոգման հարցն էլ շուտով լուծում կստանա։ Ամռանը կմեկնարկի 10 բնակելի տան շինարարությունը, ինչի հետ հատկապես երիտասարդները մեծ հույսեր են կապում։ Արդեն ահագին դիմումներ գրանցվել են, ահագին դիմումներ, որ կան ըստե բնակություն հաստատելու չայլուեցիները։ Շատերն են ուզում կյան։ Տեսենց վեր տեսնում են կյամն տեսնում, ուզում են կյան։ Բազում զրկանքներ տեսած, հարազատներ եւ օջախներ կորցրած այս մարդիկ հուսալքության պահեր խոստովանում են, ունեցել են, բայց այսօր առապագա մեծ հույսեր ունեն առավել քան երբևէ։ Իրոք ժողովուրդը արդեն հույս ունեն, հավատում են, որ հա, եւ նախագահի այցը մի հատ մեծ տպավորություն է թողել ժողովրդի վրա, որը ժողովուրդը արդեն իրոք տեսնում են, ոչ թե ասելով, այլ գործով կատարվում է։ Մենք շատ ենք ուզում մեր գյուղը գոնե մեր նախկին Չայլիվի մի թևը սարքել։ Թեկուզ մեր յամաջի, մենք մեր յամաջի ենք ասում, թեկուզ մի յամաջի տարածություն, այս չափսի մեծացնի, շենացնի։ Ծովինար Բարխուդարյան, Բենիկ Ղարախանյան, օր։